Մարզահամերգային համալիրի բեմից հնչում է հայկական ձայնային էպոսը։ Դահլիճում նստած մարդ գրեթե չկա, բոլորը ձեռք ձեռքի ուսուսի պարում են հայոց մշակույթի դնթ դարձած Քոչարին։ Այս երեկոն ծնվել է կարոտից։ Երիտասարդ ստեղծագործող Սերուժ Բաղդասարյանը, որ ծնվել ու մեծացել է Լիբանանի մայրաքաղաքում Բեյրութում, 15 տարի առաջ մշակել ու նոր հնչողություն է տվել Կոմիտասի կռունկ ստեղծագործությանը։ Հետո հասկացել, որ հայկական ավանդական երաժշտությունը նորովի հնչեցնելու հերթը իրենն է։ Տարիներու ընթացքին ես ավելի մոտեցա ֆիլմի նման, սաունդթրեքի նման երաժշտություններու, ներշնչվելով տարբեր ֆիլմերի սաունդթրեքներով, ինչպես Hans Zimmer-ը եւ այլն, միտքս այդ բան եկավ, խաղապար եկավ, որ ինչու մենք մեր հայկական երաժշտությունները չենք ներկայացնել կինոյի հզոր էպիկ որ գասեն այդ ոճի մեջ, որ ինքը կներքն մեջը գա, այսինքն սիմֆոնի օրկեստրոն, այսինքն քիչ մը էլեկտրոնիկ ցայներ, մեր հայկական ժող գործիքները, քիչ մը վոկալ։ Ֆոլք երաժշտությունը սիմֆոնիկ մշակմամբ ներկայացնելու գաղափարը ծնվեց 6-7 տարի առաջ։ Սերուժ Բաղդասարյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանին նամակ ուղարկեց։ Վերջինիս դրական արձագանքը մոտիվացրեց գործի անցնելու։ Բաղդասարյանն ընդգծում է, յուրաքանչյուր ստեղծագործության վրա եթե ոչ տարիներ, ապա ամիսներ են աշխատել։ Դրանցից մի քանիսը Մուսա Դաղի հերոսները կամ Չալմը Դանգը երիտասարդների շրջանում հանրահռչակվեցին նաև Սերուժ Բաղդասարյանի շնորհիվ։ Չալմու թանգն իմ ամենասիրած գործերից մեկն է, որովհետև ինքը ներկայացնում է մեր հբարդ անցյալը եւ այդ կետը իմ համար շատ կարեւոր է մեր երաժշտությունները ներկայացնենք հբարդությամբ, հզորությամբ, նոր այսպես շունչ մտարով, որովհետեւ ժողովրդին լավ խոսք մտանք։ Սիմֆոնիկ նվագախմբի համար երաժշտությունը գործիքավորել է Մարտին Ուլիխանյանը։ Նա ընդգծում է, ավանդական երգպարերը բոլոր ժամանակներում նորովի ներկայացնելու փորձեր եղել են։ Կարևոր է սակայն, որ մշակողները չաղավաղեն դրանց բովանդակությունը։ Քանի որ մեր ազգային երաժշտությունը մոնոդիկ է իր էությամբ, այսինքն մեկ ձայնանի է եւ ունի դամ։ Դա հնարավորություն է տալիս տարբեր ձևերով հարմոնիզացնել այդ երաժշտությունը եւ ժամանակները փոխվում են տարբեր ձևով տարբեր կոմպոզիտորներ մշակում են այս երաժշտությունը այս պարագայում այս երաժշտությունը մշակվել է ավելի ժամանակակից ձևով այսինքն այսօրվա ժամանակակից ձևով հնչողությամբ կինո երաժշտության շատ անգամ էպիկ հնչողությունների էլեկտրոնիկայի օգտագործմամբ եւ արդի ձևով ներկայացվում է հանդիսատեսին ոչ շատ փոփոխություններ ենթարկելով օրիգինալ երաժշտությանը։ Հենց դա շատ կարեւոր է, որ մեր պարերը հնարավորինս պահպանված են իրենց ձևով եւ մեղեդիներով։ Երևանի պետական կամերային երգչախմբի համար ստեղծագործությունների որոշ հատվածներում տեքստեր է գրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի համակարգող Տաթև Եղիազարյանը։ Օրինակ բառերից մեկը, որ կարծում եմ կարևոր է, գրել եմ, որ մեր մշակույթի զարգացման բանալին մեր միասնության մեջ կգտնվի։ Հետո իհարկե էլի լիքը շալախոյի մեջ եմ դա գրել եւ նաեւ էլի ահագին բառեր, որ հենց երգից վերցրել եմ ուղակի
օգնել եմ, որ երգչախումբը ավելի հստակ բառեր ունենա։ Եղիազարյանը մեծացել է Նյու Յորքում, հայրենիք է վերադարձել 1.5 տարի առաջ։ Ասում է հուզվում ու հպարտանում է, հատկապես երբ բեմից տեսնում է, ինչպես են երիտասարդները պարում ազգային հնչյունների ներքո։ Ինքան եմ հպարտանում, որ տեսնում եմ, որ ջահել սերունդը վերականգնում եւ պարում է այս բոլոր գործերի ընթացքում եւ պարերը հստակ նրանք գիտեն։ Ես որպես Նյու Յորքում մեծացած անձնավորություն բեմում ինքս փշաքաղվում եմ դրանից եւ մի ուրիշ տեսակ էներգիա է մեզ ջահել սերունդը տալիս։ Նենց որ սա ամենակարևոր էլեմենտներից մեկն է մեր ազգի զարգացման համար եւ մեկ էլ մի բան մեր միասնության համար այն որ ասենք սա սփյուռքահայա բայց նա սևանա սպիտակա երաժշտության միջոցով հենց այս համերգների միջոցով նմանպիսի ծրագրերի միջոցով մենք միանում ենք իրար որը ամենակարևոր բանն է իմ կարծիքով Ուզում են Հանդիսատեսը հեռանում է դահլիճից միայն Կարնո Քոչարին երկրորդ անգամ պարելուց ու Կարին ավանդական երգի պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հիրուր խեթը ամբողջ ուժով բացականչելուց հետո։ Անահիտ Սվարյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։